Պարոն Սերոբյան, համալսարանից ահազանգեր ենք ստացել պրոֆեսորադասախոսական կազմից, ասել են, այս ամիս ինչ-որ անհասկանալի է աշխատավարձերի հետ կապված խնդիր կա, 2-ից 8,000 դրամի չափով հետպահումներ են եղել, իրենք չեն հասկանում այդ գումարները ինչի վրա է ծախսվել, պիտի խնդրեմ, որպեսզի պարզաբանեք, ինչ է կատարվել։ Շնորհակալություն։ Անկեղծ ասեմ, այն ինչի վրա այդ գումարները հետպահում եղել է, բացատրվել է գործնականում բոլորին, ամենայն հավանականությամբ եւ ոչ միայն ամենայն հավանականությամբ, ավելի ճիշտ հաստատ այդ եղել է մեր բժշկական ապահովագրական ծառայությունների մասով, դուք գիտեք, որ օրենք են ընդունվել պարտադիր բժշկական ապահովագրության մասով, իր բոլոր հոդվածներով, իր բոլոր նրբություններով եւ հաշվապահությունը կատարել է համապատասխան մենք որպես գործատու պարտավոր ենք գործ աշխատողի բոլոր եկամտահարկերը, հարկերը, թուրքերը հաշվարկելու, փոխանցելու պետությանը եւ այս մասով էլ ապահովագրական բժշկական ծառայության ապահովագրության մասով էլ կատարվել է հաշվարկ եւ այդ հաշվարկը փոխանցվել է համապատասխան հիմնադրամին։ Միայն պայմանավորված է դրանով, դրա համար կան հատուկ սահմանված չափանիշներ, նորմեր, որ աշխատավարձից ինչ չափով այդ բոլորը կատարված է եւ Այդ հետպահումները պայմանավորված են միայն դրանով, ընդ որում ասեմ, այդ հետպահումները կատարվել է 2 ամսվա մասով, դեկտեմբեր եւ հունվար ամիսների աշխատավարձերից է հետպահումը պահել, ընդ որում ըստ գործող օրենքի դեկտեմբեր ամսվա բոլոր հետպահումները եւ դրոշմանիշայինի մասով եւ ապահովագրական վճարի մասով այդ ամբողջ բեռը մնում է աշխատողի վրա, իսկ հունվար ամսից սկսած բոլորի դրոշմանիշային գումարը իջեցնում են մինչև 1000 դրամ եւ այն նախկինի հետ ունեցած տարբերությունը փոխանցվում է ապահովագրական գումարի մարման վրա։ Այնպես որ հաջորդ ամիսներից զգալիորեն ավելի քիչ կպահվի արդեն այդ ապահովագրական գումարի փոխանցում։ Ասում էին նաև, որ ոչ բոլոր դասախոսներից է պահվել, սա ինչով է պայմանավորված, արդյոք սա արդեն այն հաշմանդամության կարգին է վերաբերվում։ Այստեղ ոչ բոլոր դասախոսներից չէ, կա 65+-ը այդ համակարգում չի ունի, նրանից չի պահվում, իսկ բոլոր դասախոսներից պահվել է, եթե կան մարդիկ, որոնք նման կարգ ունեն, համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու պարագայում օրենքի տարին համապատասխան նրանցից էլ նման հետպահում չի կատարվել, բայց պիտի այդ բոլորը հաշվապահությունում տեղեկացվի, մասին այդ թուղթը պիտի ներկայացվի, բոլորից պահվել է, կարող է պատահի տարբեր շեմերի տակ են ընկել։ Այդ բացառված չի, դա պայմանավորված է տարբեր աշխատավարձերի չափով, որտեղ բոլոր դասախոսները չեն ստանում նույն աշխատավարձը, եւ թրիկաչափերի մեջ տարբերություն կա, եւ ծավալաբեռնվածության մեջ տարբերություն կա դրանով, բայց որ պարտադիր բոլոր նրանց, ովքեր օրենքի տարին համապատասխան պիտի բոլորից պիտի այն ապահովագրական ծառայությունների գումարը հետպահվել, այդ հետպահումը կատարվել։ Այստեղ որևէ խտրական մոտեցում որևէ մեկի նկատմամբ չկա եւ չի կարող լինել։